Կառավարություն ձևավորելու համար ազգային ժողովում կայուն մեծամասնություն падգամավորների ընդհանուր թվի շուրջ 54%-ն ունենալու պահանջը չի լինի նոր սահմանադրության նախագծում, որն իշխանությունները նախատեսում են ժողովրդի դատին հանձնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է որոշել։ Սա նշանակում է, որ եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ համապատասխան թվով մանդատներ չունենա այս դահլիճում, միաժամանակ խորհրդարան անցած մեկ այլ թիմի հետ կոալիցիա չկազմի, ապա ոչ թե առավելագույն ձայներ ստացածները կգնան երկրորդ փուլ, այլ մասնակից բոլոր քաղաքական թիմերը առանց որևէ առավելության, ասել է թե գործընթացը կսկսվի զերոյից։ Արդարադատության նախարարը, ով ի պաշտոն է գլխավորում է մայր օրենքի բարեփոխումների խումբը, հիմնավորում է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից են այսպես ճիշտ գտել։ Նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրություններին եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպեսիք որ այսօր կան։ Մի քիչ բարդ է այստեղ ի վերջո ասել որն է ճիշտ լուծումը։ Ընտրական փորձագետը ժամը լրատվականին պարզաբանում է երկրորդ անգամ ոչ թե երկրորդ փուլով, այլ մեկնարկային կետից ընտրությունների գնալը խնդրի լուծման եվրոպական մոտեցումն է, հնարավոր մյուս բոլոր տարբերակներից միայն մեկը։ Կարելի է այլ մեխանիզմներ էլ հնարել։ Մենք մենակ կպել ենք այս երկրորդ փուլ գնալու մեխանիզմին, այնինչ այլ մեխանիզմներ էլ գոյություն ունեն, բայց այդ պարագայում պետք է սահմանադրությունը ավելի լուրջ փոփոխել։ Օրինակ, կառավարությունը ժամանակավոր կարող է ձևավորել նախագահը կես տարով, եթե կես տարուց հետո կոալիցիա չձևավորվի, նոր գնալ ընտրության, որովհետև եթե դու անմիջապես ես գնում ընտրության, հնարավորությունը, որ նույն արդյունքն է ստանալու, շատ մեծ է։ Սահմանադրագետի աչքն էլ մեկ այլ հանգամանք է առնում, շարունակում ենք մնալ խորհրդարանական պետություն, բայց ընդունում ենք նոր սահմանադրություն եւ ոչ թե պարզապես բարեփոխում գործող մայր օրենքը։ Մասնագետն է հարցնում, եթե իշխանությունները հրաժարվում են նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ալիևի նախապայմանի հետ կապել եւ փոխարենը պատճառաբանում են, թե մեր պետության գլխավոր իրավական փաստաթղթի նկատմամբ հանրային վստահության պակաս կա, ապա սահմանադրագետն ընդգծում է, բարեփոխելով հնարավոր չէր լինելու հրաժարվել այդ թվում մայր օրենքի նախաբանից, որն էլ Ադրբեջանի նախագահի կոկորդին է մնացել, ուրեմն ինչպես հասկանալ այս թնջուկը։ Կան մեծամասնության միջոցով դա հենց խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներն է հարից, ապահովում է կայունությունը տվյալ պետությունում, որովհետև երբ ժողովուրդը ձևավորում է իշխանությունը, բնական է, որ ընդդիմությունը մշտապես քննադատության է արժանացնում մեծամասնություն կազմող իշխանությանը, եւ այդ կայունության միջոցով է իշխանությանը հնարավորություն տրվում իր ծրագիրը կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության վերջին խոչընդոտին, ինչպես մեկնաբանում է Բաքուն, Հայաստանի սահմանադրության նախաբանում մեր պետության անկախության հռչակագրին հղում անելուն, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, իսկ Ալիևի համար այն իրենց նկատմամբ իբր տարածքային պահանջ է, ապա բարեփոխումների խորհուրդը այն պահել-չպահելու հարցին դեռևս չի հասել, հետևաբար որոշում էլ չունի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։